Բարի լույս ձեզ սիրելի բարեբաշտ հավատացյալներ։ Այս պատմությունը, որ այս առավոտ կուզեմ կարդալ ձեզ, վերնագրված է Գեդիկ Փաշա։ 1992 թվականին էր Բոլիս կայցել էինք հրավերովը օրվա Պատրիարք Սրբազանին։ Եվ Բոլիսեն վերադարձին նոյեմբեր ամսվան հետևյալ պատմությունը գրեցինք Գեդիկ Փաշա մեռացելության նվիրված։ Վերջապես կհասնենք Բոլիս։ Լույսերու մեջ ողողված քաղաքը փնավ չի հրաբուրեր զիս։ Կանզի հոգիս կդեսնե աքսորի ու գոդորածի ջամփան բռնած հայ մտավորականներու հոտ շարքերը։ Գլսե ժողովրդի սրդամջմլիկ ողբը Գոմիդասյան դեր ողորմյայի անվերջանալի հարաճը։ Աչք շլացնող լույսերու մեջ անհակորեն կփնտրեմ հայոց խորանները։ Ինքզինքս կգտնեմ Գեդիկ Փաշայի հայոց եկեղեցվո շրջապագի մեջ։ Մութ ու նեղլիկ փողոցներ գտանին թեպի աղոտքի մերդունը։ Կմտնենք ներս ու մեզ գտիմավորեն հայու փեգորներ։ Գաղութենք բոլորս միասին։ Սրբազան ավետարանի խոսքերը հոգիները կշարժեն։ Շղթայված եկեղեցին մեջ ես կգտնեմ հոգիներու ազատ թրիչկը թեպի Աստված։ Մեկ կողմեն աղոտ, մյուս կողմեն դեր ողորմյա ձունգի եկած հայեր, որոնք իրենց հոգիներու մեջ զաստված կընդունին։ Շուրջ 2 շաբաթներ են անցած Բոլիսի մայցելուտեն են, բայց հիշողությանս մեջ թարմ պիտի մնա Գեդիկ Փաշան, իր խուլ ու մութ անգյուններով, ուր մահեր գարչած իրենց պաբենական հավատքին կպահպանեն զայն երգյուղած սրտով։ Ամեն անգամ, երբ դգար ու թույլ զգա հոգիս, ցեզի պիտի կամ, սիրելի հայ քրիստոնյաներ, եւ զարավս պիտի հակեցնեմ ձեր հավատքի շունչով։ Օրհնյալ ըլլակտուկ վաղվան մարտիրոսներ։